Հեցի հետ կապված հիմնական խնդիրը մեր ռազմավարական մոտեցումն է։ Հեցի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հիշեցրել է, որ երկու հնարավոր տարբերակ է քննարկել, որոնց մասին հրապարակային հայտարարել է տարբերակ 1. Մենք սահմանված օրինակարգերով հեծն ամբողջությամբ դարձնենք պետական, որից հետո ոլորտի պրոֆեսիոնալ կառավարիչ հրավիրենք, որպեսզի կառավարի կառավարության վերահսկողության ներքո։ Երկրորդ տարբերակը, եթե տեսնենք, որ սա ինչ-որ պատճառով անհասանելի է, քանի որ ընկերությունը վերցնելու համար վճարում պետք է իրականացնենք, եթե տեսնենք, որ այդ ծախսը արդարացված չէ պետական միջոցներով, պետք է թափանցիկ ընթացակարգերով նոր ներդրողներ գրավենք։ Ըստ Փաշինյանի, իր համար լավագույն ցանկալի տարբերակը առաջինն է՝ հեցի պետականացումը, բայց այդտեղ ֆինանսական հարց կա։ Այնտեղ գների փոփոխություններ էր տեղի ունեցել եւ երկար ժամանակ նաեւ մենք աշխատում էինք հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի հետ եւ այլն եւ մարդիկ կասկածներ էին հայտնում, թե ինչքանով են հիմնավորված այդ գները, որովհետեւ էականորեն գները բարձրացրել էին միացմամբ եւ դա պատճառաբանվում էր նաեւ զանգվածային մեծ տեմպով շինարարությունների, նոր բաժանորդների մեծ հոսքի եւ այլնի հետ, եւ մենք աշխատանքային կարգով քննարկել ենք եւ դուք եք ասել, որ աշխատում եք, տեսնեք այդտեղ ինչ կարող ենք անել, որպեսզի լինի, տեսեք, գիտեք, շատ կարեւոր է, որ ինքը հիմնավորվածից պակաս էլ չլինի, ավել էլ չլինի։ Հիմնավորվածից պակաս ինչի համար եմ ասում, որովհետև մենակ ես շատ երկրներում տեսել եմ, որ քաղաքական նպատակահարմարություններից ելնելով, քաղաքական կոմպրոմիսներից ելնելով, ինչ որ գներ են անդադ իջեցրել, որ քաղաքական դիվիդենդ կամ քաղաքական ճգնաժամից խուսափելու համար, արդյունքում եկել համակարգերը հասել են այն իրավիճակի, որ կոլապսի առաջին։ Ես չասեմ, որ երկրում մի անգամ մի մայրաքաղաք էի գնացել եւ հյուրանոցի պատշգամբ դուրս գալով ինչ որ անդադ ձայներ էի լսում, ասում ես ինչ ձայներ են, շարժիչների անդադ ձայներ։ Ասում են բանը, այդ մենք որ դվիժոկ ենք ասում։ Ասում են դվիժոկ է միացրած։ Ասում են դվիժոկը ինչի համար է միացրած եւ իմացա, որ քաղաքական նպատակահարմարություններից ելնելով ամենատարբեր առիթներով գներ են իջեցրել, այն աստիճանի, որ հոսանք ուղակի չկա, եւ մարդիկ ստիպված են եղել գնալ արդեն ամեն մեկը պատշգամբներում այդ մայրաքաղաքում պատշգամբներում բաներ դվիժոկները դնել, բերել բենզին կամ դիզվառելիք լցնել եւ այդ դռոցը եւ այդ հոսանքը եւ նկատի ունեմ Այս տրամաբանությունը մենք մեր քաղաքացիներին պետք է ներկայացնենք, որ ինքը պետք է լինի գինը էֆեկտիվ, այն աստիճանի, որ համակարգի բնականon գործունեությունը եւ որոշակիորեն նաեւ զարգացումը ապահովելու համար ու դրանից ոչ մի լումա ավել։ Էս էլ է շատ կարևոր, որովհետեւ դրանից ավելն էլ արդարացված չի, որովհետեւ քաղաքացին տրամաբանական հարց կտա, ես ինչի եմ այսքան վճարում, մենք պետք է այս հարցի պատասխանը գտնենք։ Հիմա միացման տեսակ կա, որ 23 թվականի ապրիլի 1-ից 10 անգամ թանկացրել են։ Ընդ որում դա մասսայական միացումների մեջ է։ Հիմա ակնհայտ է, որ այդտեղ ուռճացում է ու նաև սոցիալական բեռի տեսակետից հանրային ծառայությունների կարգավորող մարմնի կողմից անհասկանալի է բնականաբար նման թանկացումը, որքան որ տնտեսապես հիմնավորված լինի։ Մենք բնականաբար այդ 10 անգամը վերանայելու ենք, այս պահին արդեն հաշվարկներ ենք իրականացնում, քանի որ վերանայում ինքնին էլ արդեն ազդելու է ընկերության մյուս տարվա բյուջեի, այդ ֆինանսագնի մեջ այդ բեռի որոշակի չափին, բայց ունենալով ահռելի ֆինանսական խնայողություններ ներդրումային ծրագրի իրականացման, գնումների գործընթացների արդյունքում, թափանցիկության ապահովման արդյունքում, մենք այդ խնայողությունների մի մասը ուղղելու ենք, այսպես ասած, դրա սուբսիդավորման ընկերության բյուջեում եւ ենթադրենք, եթե 10 անգամ թանկացրեն, այո, ձեր ասացի տրամաբանության մեջ մենք բնականաբար չենք կարող 10 անգամ նվազեցնել, բայց առնվազն գոնե 30%, 40% հնարավոր է վերանայում ունենանք։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում եպիսկոպոսատ ժողովը հրավիրվել քննության առարկա է նաև Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանի հարցը։ Իշխանական լրատվամիջոցները ամենայն հայոց կաթողիկոսին ուղղված նամակ էին շրջանառվում, որը ստորագրել էին 7 եպիսկոպոսներ։ Նամակով նրանք առաջարկում են, որ վեհափառ հայրապետը որոշակի ժամկետով կասեցնի Արշակ Սրբազանի զբաղեցրած բոլոր պաշտոնները եւ նա ապրի
մայրաթորից դուրս այլ վայրում, որտեղ կորոշի կաթողիկոսը։ Աշխարհարքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսագրությունների վերաբերյալ ներկայացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Արշակ Սրբազանն իրեն վերագրվող տեսանյութի գործով ցուցմունք է տվել, Սրբազանը տուժող չի ճանաչվել։ Սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը հայտարարել է Արշակ Սրբազանն ասել է, որ տեսանյութի բովանդակությունն իր հետ կապ չունի, հետևաբար այդտեղ արկա չէ անձնական կյանքի գաղտնիության խախտում։ Սրբազանն ասել է, որ տուժել է այլ արարքից իր եւ եկեղեցու նկատմամբ թշնաման եւ ատելություն տարածելուց։ Փաստերթը գրում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների ամենազգայուն հանգրվանում խաղաղության պայմանագրի ստորագրումը թվում է անխուսափելի։ Այն պետք է հիմնված լինի արդեն իսկ բարձր մակարդակներում ձեռք բերված փաստաթղթերի վրա, ինչը ինքնին կարևոր ձեռքբերում է երկու երկրների համար, բայց փաստաթուղթը խաղաղությունը չի դարձնում իրական, եթե դրա հիմքում բացակայում է հիմնարար բաղադրիչը փոխադարձ պատրաստակամությունը։ Մինչ Երևանը ամեն օր խոսում է խաղաղության արժեքի մասին, Բաքվում դպրոցականների առաջ բեմադրվում են տեսարաններ, որոնք ոչ միայն անընդունելի են, այլև բացահայտ վտանգավոր ապագայի կանխատեսում։ Երեխաներին ստիպում են խաղալ հայ գերի, ծնկի են դնում գոռում նրա վրա, պահանջելով արտասանել քաղաքական լոզունգներ։ Սա մանկաբարձություն չէ, սա ատելության դաս է փոխանցվող սերնդից սերունդ։ Եվ սա ընդամենը մեկ տեսարան է այն հսկայական համակարգից, որտեղ հայկականը ներկայացվում է ոչ թե որպես հարևանության եւ մարդկային հարաբերությունների նյութ, այլ որպես սպառնալիք, թիրախ վերացման ենթակա այլություն։ Ադրբեջանական պետական խոսույթի առանցքն ու իմաստը կառուցված են հայատյացության վրա։ Եթե այդ ատելությունը հանենք, նրանց քաղաքական նարատիվը պարզապես կքանդվի։ Սա ոչ թե եզրակացություն է մեկ դրվագից, այլ ամբողջ քաղաքական համակարգի կարգաբերված գործելակերպ։ Երեխաների դասիարակությունից մինչև պաշտոնական քարոզչություն։ Միակողմանի խաղաղությունը, որքան էլ ազնիվ լինի իր հիմքում, չի կարող ապահովել իրական անվտանգություն։ Այն դառնում է ոչ թե հավասար երկխոսություն, այլ անպատասխան աղերսանք, որը կարող է Հայաստանին կանգնեցնել նոր վտանգավոր շրջանի առաջ։ Խաղաղությունը կարող է լինել միայն երկկողմ, միայն այն դեպքում, երբ երկու ժողովուրդներն էլ գիտակցաբար ընտրում են ապագան։ Իսկ մինչ այդ Հայաստանը չի կարող անտեսել այն, ինչ տեղի է ունենում Բաքվում, որովհետև հենց այնտեղ է գրվում վաղվա պատերազմի կամ խաղաղության հիմքը։ Հայաստանը չի մասնակցի Բիշկեկում նոյեմբերի 27-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Երևանը, սակայն, ըստ Ուշակովի, դեմ չէ գագաթնաժողովում համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը։ Վերջին տարիներին ՀԱՊԿ-ի հետ կազմակերպության անդամ Հայաստանի հարաբերությունները սրված են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ պետության դեմ։ Այդ հարձակումը եւ չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։ Հայաստանը վերջին 2 տարին հիմնականում չի մասնակցում ՀԱՊԿ-ի միջոցառումներին։ Հայաստանը սառեցրել է հնդկական Թեջաս Մակնիշի կործանիչների ձեռքբերման գործարքը, հաղորդում է իսրայելական Jerusalem Post պարբերականը։ Ըստ պարբերականի Հայաստանն այդ քայլին է գնացել Դուբայի ավիավթարից հետո։ Հայաստանը բանակցություններ էր վարում Հնդկաստանի կառավարության եւ ՀԱԼ ինքնաթիռաշինական ընկերության հետ 1.2 միլիարդ դոլարով 12 ինքնաթիռ գնելու վերաբերյալ, որը պետք է լիներ ինքնաթիռի առաջին արտահանման գործարքը։ Նոյեմբերի 3-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր Հայաստանն իր կարիքներին համապատասխան շարունակելու է բարեփոխումները, այդ թվում նաև սպառազինության ու ռազմական տեխնիկայի գնումները։ Նախարարը սակայն հերքել էր հնդկական մամրում տեղ գտած լուրը, թե Հայաստանը կործանիչները ցանկանում ներկրել։ Ադրբեջանում պահեստազորից զորակոչված կամ պայմանագրով կամավոր զինվորական ծառայության անցնող սպաների զինվորական ծառայության ժամկետը խաղաղ ժամանակը կրճատվի 6 ամսով։ Ըստ գործող օրենսդրության խաղաղ ժամանակ զինվորական ծառայության ժամկետը պահեստազորից զորակոչված եւ կամավոր զինվորական ծառայության անցնող սպաների համար 1 տարի 6 ամիս է, իսկ պայմանագրով զինվորական ծառայության անցնող սպաների համար մինչև 3 տարի։ Օրինագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք պաշտոնակից Ռաջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցի ընթացքում խոսել է ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելուն միտված բանակցային գործընթացից։ Ըստ Կրեմլի Ուկրաինայում խաղաղության հաստատման ուղղված ամերիկյան առաջարկները այն տեսքով, որով Մոսկվային են ներկայացվել, Ալյասկայում քննարկումներին հուրում են եւ գործնականում կարող են կարգավորման հիմք հանդիսանալ։ Թուրքական պետական Անադոլու գործակալության փոխանցում զրույցի ընթացքում Էրդողանը նշել է, որ Թուրքիան պատրաստ է ջանքեր գործադրել Ուկրաինայում հարատև եւ արդար խաղաղություն հաստատելու համար։ Մոսկվան Վաշինգտոնից սպասում է Ուկրաինայում ղեկավարման ծրագրի միջանկյալ ուկրաինացիների եւ եվրոպացիների հետ համաձայնեցված տարբերակին, մյուս կողմից էլ
հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի խոսքով ոչ պաշտոնական խողովակներով Մոսկվան արդեն իսկ ստացել է փաստաթղթի այդ տարբերակը։ Պաշտոնապես սակայն այն մեզ չեն փոխանցել, նշել է Լավրովը։